Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ կա ողջախոհություն եւ կա բղջախոհություն։ Ինչ է ողջախոհությունը? Ամուսնական պարկեշտությունն է ողջախոհությունը։ Իրականում ամուսնությունը ինչի համար է? Սերունդ տալու համար է եւ գիրքն ու ցանկությունը զսպելու համար է։ Ողջախոհությունը այս խորհուրդն է։ Եվ երբ որ ընտանեկան հարկում ամուսինների կողմից պահպանվում է այս ողջախոհությունը, իրապես առողջ սերունդ են ունենում եւ կարողանում են իրար հետ քրիստոնեական սիրով միավորվել։ Ամուսնական անկողինը սուրբ է, ասում է Պողոս Առաքյալը, եւ Աստված պետք է դատի շնացողներին։ Հա՞։ Տեսել եք, որ մարդիկ աշնանն են կամ գարնանն են սեր մեր ցանում, չէ՞ որ լավ պտուղ տան։ Ճիշտ այդպես էլ ընտանիքները պետք է ընտրեն, թե երբ պետք է հարաբերվեն, չէ՞։ Տարվա ընթացքում պահքեր կան, մենք հրահանգում ենք, ասում ենք, որ ամուսնական անկողինը պահոց օրերին, տերունի օրերին սուրբ պիտի պահեք, կիրակնամուտին, շաբաթ երեկո, պահքերին սուրբ պիտի պահեք, երբ որ դու ես կարգ ու կանոնին հետևում ես, մեծ պահքին, պահոց օրերին, կիրակնամուտերին սուրբ ես պահում, դու ակամայից ընկնում ես այդ ողջախոհության կամ այդ չափավորության կարգ ու կանոնի մեջ եւ բնականաբար հղի վիճակում հարաբերվել կարծեմ թե չի կարելի։ Ճիշտ ասած ես վարդապետ եմ, շատ չեմ կարող այդ մանրամասների մեջ ընկնել, ասեմ մի քիչ ավելի ընտանեկան հարցեր են, որ ես գուցե սխալ բաներ էլ ասեմ, բայց ես կարող եմ ասել այն, ինչ որ ասում են եկեղեցու սուրբ հայրերը, որ այս օրերը, այս որոշակի օրեր, տերունի եւ պահոց օրեր մենք զուսպ պիտի լինենք։ Եվ որպես բոլորը դու զուսպ պահում ես տարվա ընթացքում, տեսնում ես, որ մնացածը քեզ բավարարում է, թե կիրքն ու ցանկությունը զսպելու եւ թե սերունդ տալու։ Եվ երբ որ մենք կարգ ու կանոնը պահում ենք, տեսնում ենք, որ թե գեղեցիկ ամեն ինչ այդ ամուսնական անկողինը սուրբ է լինում եւ թե կարողանում ենք առողջ սերունդ ունենալ։ Հա? Իսկ եթե կարգ ու կանոնը չենք պահում, հիմիկ վայ երեխաները ինչու են հիվանդ ծնվում, որտեղ մենք այս Աստծո օրենքներն ու պատվիրանները չենք պահում, կարգ ու կանոնը չենք պահում։ Ես այս բոլորը ասեցի ներամուսնական շրջանակում, բայց եթե այդ բոլորը ամուսնական շրջանակից դուրս է գալիս, ամուսնացած մարդը կամ ամուսնացած կինը օտար կապ է ունենում ուրիշ կանանց հետ կամ ուրիշ տղամարդկանց հետ, եւ եթե դրանցից էլ երեխաներ է ունենում, տեսեք որքան մենք հեռացանք մենք իրական ընտանեկան ջերմությունից ու սրբությունից։ Դրա համար էլ պատժվում ենք, հա։ Եթե մենք այս բոլորը պահենք, տարվա ընթացքում հրահանգներին հետևենք, որ պահոց տերունի օրերին չի կարելի ամուսնական անկողինը պետք է սուրբ պահել, ապա մնացած օրերը մեզ թույլատրվում է, որպես մենք կարողանանք եւ սերունդ պահել եւ ողջախոհ ամուսնական սուրբ անկողին ունենալ։ Հստակ է այս հարցը, եւ եթե մենք հետևենք, եւ թե շատ զավակներ կունենանք եւ Աստծո տված զավակը պետք է ծնվի։ Եվ հետո հիմա շատ դժվար են երեխա ունենում, շատ դժվար են ունենում, եթե Աստծո տվել է, ուրեմն պետք է ծնվի։ Մեր հայրերն ասում են 7 որդվով սեղան նստես։ 7-ը քիչ թիվ չէր։ Պետք է 7 զավակ ունենայր, 7 որդվով սեղան նստեիր։ Բայց հիմա 7 որդվով չէ, 3-ն էլ չեն հասցնում։ Այս մինչև 7-ը պետք է ունենաս։ Ամեն